Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը այն ժամանակ, երբ որ մեր թուրքահապատակ ազգակործանները փորձեն չհերքեն։ Եթե սրանք չհերքեն, շարունակաբար պնդեն, որ եղել է հայոց ցեղասպանությունը, այն ազգերը, ովքեր որ ընդունել են հայոց ցեղասպանությունը, բոլորը կարող են մի ամուր ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եւ Թուրքիան հաստատ կընդունի։ Այսօր չի ընդունի, բայց մի տարուց կարող ընդունի, 2 տարուց կարող ընդունի, բայց տեսնում ենք, որ մեր այս իշխանությունները, այս թուրքահապատակ իշխանությունները փորձում են կասկածի տակ դնել մեր հայոց ցեղասպանությունը, կասկածի տակ դնելով այն պետությունները, ովքեր որ ընդունել են ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը, իրանք էլ կամա թե ակամա սկսել են կասկածել, եթե դու քո ազգի ցեղասպանությունը ուրանում ես, մենք էլ չենք կարա դա վերհաստատենք եւ չենք կարա շարունակաբար պնդեն, որ ցեղասպանություն եղել է եւ այս մարդիկ դրան են տանում, որ ցեղասպանություն բառը մեր օրակարգից, մեր ժողովրդի մեջից հանեն եւ այն մարդիկ են, ովքեր որ թուրքասեր են, ովքեր որ թուրքահապատակ են, ես քիչ առաջ եմ ասել, միգուցե այն մարդիկ, ովքեր ուզում են ցեղասպանությունը մոռանան, այդ մարդկանց արյունները ստուգենք, կարող է իրենք թուրքի ծնունդներ են, թուրքից են սնվում կամ Թուրքիայից են եկել Հայաստան ապրելու, այդ մարդիկ կարող են մոռանալ, ով պետք է հայոց ցեղասպանությունը ուրանա, նա ինձ համար թուրք է, նա չի կարա հայ լինի։ Այսօր Հայաստանի իշխանությունը, կառավարությունը շղթում է, ուրանում է հայոց ցեղասպանությունը եւ 3 ազգային ժողովում հարց բարձրացվեց ընդդիմության կողմից, որ բոլոր նրանք, ովքեր որ կժղթեն, կուրանան հայոց ցեղասպանությունը, պետք է քրեորեն դատապարտվեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց ազգային ժողովում։ Նախ ձեր մեկնաբանությունը եւ արդյոք ինչ նպատակով են այս իշխանությունները փորձում ուրանալ հայոց ցեղասպանությունը, նպատակը որն է։ Այս իշխանությունները ուզում են մոռանան հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հրահանգով, Անգլիայի հրահանգով, Ադրբեջանի հրահանգով, որպեսզի հայոց պատմությունը, հայ ազգը այս երկրագնդի երեսից ջնջեն։ Այս դրանց նպատակն է։ Սրանք թուրքահապատակ, անգլո-թուրքական ծրագիր է, որը որ եկել են Հայաստան մի նպատակով Հայաստանի վերջնական կործանումը իրականացնեն եւ գնան Թուրքիա կամ Անգլիա այնտեղ հանգրվանեն, իրենց կյանքը մնացած շարունակեն։ Միակ նպատակ ունի, որ Հայաստանը ջնջեն։ Այսինքն ոչ թե իրենց նպատակն է, այլ դա Թուրքիայի ծրագիրն է։ Թուրքիայի անգլո-թուրքական ծրագիրն է, որ հայը երկրագնդից ջնջելու եւ Հայաստանը որպես այդպիսի պետություն անկախություն չունենալու նպատակով։ Այդ մարդկանց խնդիրը դա է։ Սրանք իրենց առջև խնդիր են դրել եւ խնդրի իրականացում են անում։ Այնինչ ազգային ժողովում իրականացվեց տեսանք, որ ընդդիմադիրները փորձում են դատապարտեն այն մարդկանք, որ դա իրանք չեն փորձում դատապարտել, դա սահմանադրությամբ ընդունված է, ովքեր որ փորձեն հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնեն, նրանք պետք է դատապարտվեն։ Այն մնացած շակալները, որ բանը ոնց է շակալի նման հարցակվում են մարդկանց վրա, այդ ԿՊԱ-կանները, որ այդքան տղա չեն, որ միայնակ խոսան, նրանք պետք է առնվազն մի 10-15 լեն շակալների նման, որ մեկի վրա հարցակվեն։ Դրանք էլ հարցակվել են Գեգամ Մանուկյանի վրա։ Դրանց այդպես կարամ ասեմ, միայն շակալներ են, նրանք առանձին մենակ չեն կարա Գեգամ Մանուկյանի կամ ինչ որ մեկի հետ առանձին խոսան։ Դրանց մարտաձևն է դրանց։ Նոր մարտաձև են ընտրել, բոլորը մեկի վրա, մի 10-15 հոգու մեկի վրա։ Եթե իրանք տղալ են այդքան, մենակ տղալ են, մենակ դուրս կան, ցանկացած մեկի հետ չեն կարա, դրանք այդքան թասիբ չունեն, նամուս չունեն, որ կարողանան ինչ որ մեկի հետ կարողանան մենակ դուրս կան պայքարի։